Հայր ջան, օրվա բարի ժամ բոլորիդ։ Երեք ամբողջ համացանցը այն բեղիկավոր լոլոզի հարցազրույցներ, որ ոնց կարում ստորացնում է հայ ու Հայաստան հասկացողությունը։ Էսի ստեղ ասում է խաղաղություն, այն ինդեղից ասում է կարող է մի 6 ամսից մտափոխվենք։ Էսի ստեղ ասում է տրիպի ճանապարհ, այն ինդեղից ասում է Զանգեզուրի միջանցք։ Ես անկեղծ եմ, որ սրան էլ ասելու բան չունեմ։ Սրան մի բան ասել նշանակում է կոշիկներդ հանես դնես սեղանին ու հետները խոսաս։ Ես ուզում եմ ձեր հետ խոսամ։ Ավելի ճիշտ ուզում եմ հասկանալ ձեզ ինչ է եղել։ Եթե ես ապրեի ուրիշ երկրում ու ասենք ուրիշ ազգի ներկայացուցիչ չլինեի ու ասեի, առաջարկեի ու անեի այն, ինչ իմ հայ լինելով ձեզ եմ առաջարկում։ Հիմա արդեն շատ վաղուց ու շատ արագ տվյալ երկրում վերածննդի շարժումը եղել էր, հաղթել էր ու մի ամբողջ երկիր խայտառակությունից ձերբազատված ապրում էր, բայց ստեղ խոսում եմ, ասում են մենակ խոսում ես։ Անցած տարի դուրս եկանք, բոլորը նստած կողքից նայում էին։ Հիմա նորից խոսում ենք, էլի ասում են մենակ խոսում եք։ Ախր անգիր գիտեմ, որ հեսա շուտով նորից դուրս են գալու։ Էլի մի կամ 2000 մարդ դուրս է գալու, մնացածը նստեն տնից նայեն, ասեն դե մի բան արեք։ Էլ չեմ ասում են անհայտ ծագումով տարատեսակ ճենջոտների մասին, որ մեզ ինչ անուն ասես, որ չեն կպցնելու։ Էլ Նիկոլի նկարը դնեն, տեսեք 18 թվին Նիկոլի հետ նկարվել է։ Մի խոսքով մի հատ դեգեներատների հավաքածուի հարցակում։ Ու մնացածն էլ նորից նստելու են տները, նայեն ինչ են անում ու վերջում բոլորս նստենք նույն տաշտակի մոտ։ Ուղղակի այդ անգամ այլևս եւս մի հնարավորություն չենք ունենալու։ Չգիտեմ, ցավ է սեփական ազգի անտարբերության ականատես ելնելը։ Ես մեկը էլի մեծ հույսով քայլ կանեմ։ Մնացածը դուք գիտեք։ Հիմա մի հատ էս բեղիկավոր լրբիտեղու բարբաջանքը լսեք ու կխոսանք։ Զանգեզուր։ Նույնիսկ երբ ինձ օտարերկրյա լրագրողներ են հարցեր տալիս, նրանք օգտագործում են Զանգեզուրի միջանցք տերմինը։ Ամեն անգամ, երբ լսում եմ դա, ինձ շատ հաճելի է։ Այս տերմինն արդեն մտել է միջազգային լեքսիկոն եւ անշուշտ կիրագործվի։ Çünkü bu artık beynelhalk leksikona dahil edildi. Biz de onların erazi bütünlüğünü tanımayacağız. Մենք բազմաթիվ պատճառներ ունենք չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք դա անել հանուն ապագա խաղաղության եւ երկրների միջև հարաբերությունների կարգավորման։ Բայց ես չեմ կարող երաշխավորել, որ 6 ամիս հետո նույնը կլինի։ Ինչ վերաբերում է օդային տարածքի օգտագործմանը, ապա պետք է ասեմ նաեւ, որ մենք այդ միջանցքն օգտագործել ենք առանց Հայաստանի թույլտվության։ Թող բոլորը իմանան, որ մենք նրանց թույլտվությունը չենք ստացել։ Սա մեր իրավունքն է։ Սա միջազգային միջանցք է։ Իսկ համաշխարհային ավիացիոն համակարգում կա կանոն, այսինքն գոյություն ունեցող միջանցքն օգտագործելու հնարավորություն։ Մենք որոշել ենք դա օգտագործել Զանգեզուրի միջանցքի օդային տարբերակի համար։ Դեպի Նախիջևան թռիչքն այժմ ժամանակ եւ վառելիք է խնայում, բայց կարևորը իհարկե դա չէ։ Գլխավոր խնդիրը այդ միջանցքը բացելն էր։ Գիտեք ես հիմա ինչի չեմ ռուսերենով սրան պատասխանում։ Ես մեծ սիրով սրան նենց տեղը կդնեի, որ առնվազն 24 ժամ սրա բեղերը ծրտող ծտի պոչի նման կթրթռար։ Բայց իմաստը ո՞րն է։ Քանի անգամ ենք սրանց իրենց տեղը ցույց տվել, վերջում ինչ է եղել։ Նիկոլի շնորհիվ մենք դառել ենք ընդամենը էկրանից խոսացող, իսկ Ալիևը իր խոսքին տեր ուժեղ տղա։ Դրա համար խնդիրը ոչ թե Ալիևին պատասխանելն է, այլ գործով ցույց տալն է, որ Հայաստանում բոլորը Նիկոլ չեն։ Ալիևի այս հայտարարությունը ընդամենը հերթական քարոզչական արտահայտությունը չի։ Դա քաղաքական ռենտգեն է, որի տակ ամբողջությամբ երևում է Հայաստանի ներկայիս իշխանության իրականությունը առանց դիմակի, առանց քարոզչության ու առանց ֆեյսբուքյան լայքերի։ Ու երբ այդ ռենտգենը միացնում ես, պարզվում է, որ այն ինչ Հայաստանում ներկայացվում է որպես խաղաղություն, հակառակ կողմում ընկալվում է որպես հանձնված տարածք, թույլ պետություն ու բացված դուռ հաջորդ պահանջների համար։ Ինձ հետաքրքիր է էլի Նիկոլն ու ՔՊ-ն, հիմա ասենք ինչ ստերով են իրեն զանգվածին դոդասնելու։ Ինչ եք ասելու, հա։ Այն գլխարկներիդ դուխը չի հերիքում մի հատ պատասխան տակ Ալիևին։ Եթե իհարկե դուք էլ չգիտեք էլի, որ ձեր ընտրազանգվածին էշի տեղ դնելով օր եք գլորում։ Եթե ասում եք, որ Ալիևը սուտ է խոսում, որ այդ միջանցք չի, այդ տրիպ է կամ ես իմ ինչ տափակ բացատրություններ ունեք, բա մի հատ հելեք ու պետական մակարդակով հակադարձ եք Ալիևին։ Եթե ինքը ասում է միջանցքի կամ օդային տարածքի մասին, հրապարակայնորեն հերքեք, փաստերով բացատրեք, միջազգային հարթակներում բարձրաձայնեք, թե պետք է ասեք ինքը իր երկրում ինչ ուզում խոսում է, մեր ինչ գործն է։ Բա իր ինչ գործն է, որ մեր պատարակների ժամանակ հղում են անում Արցախին։ Ձեր ընտրազանգվածը սրա վրա չի մտածում։
Էս ոնց եք տեղավորելու բա։ Էլի ձեներ հետ կտրած նստելու եք, ինչի ձեզնից մեկը այնքան կա, որ Ալիևին հակադարձի։ Ուրա մտ տենանք այդ մեկին էլի։ Իսկ եթե լռում եք, ուրեմն կամ խափում եք, կամ էլ ընդունում եք, որ ձեր դիրքը Ալիևի առաջ խոնարհված դիրք է։ Ու հիմա անկեղծ հարց եմ տալի Նիկոլ ընտրողներին։ Կարաք երրորդ տարբերակն ասեք։ Ես ասում եմ երկու տարբերակ, կամ գիտեն, որ ձեզ խափում են, կամ Ալիևի առաջ խոնարհված են։ Մի հատ ասեք հələ երրորդ տարբերակ կա։ Մի քիչ հələ փորձեք ուղեղներից զոր տակ, էլի, մեկ էլ տեսակ միտք ծնվավ, ասենք մեկ էլ տեսակ արդեն ստացվում է մտածել։ Փորձեք, լուրջ էդի վատ բան չի։ Իսկ եթե մեկը չստացվի հասկանալ կամ մտածել, ես ձեզ օգնեմ։ Եկեք քայլ առ քայլ նայենք Ալիևի ասածներին, ոչ թե էմոցիայով, այլ սառը ռազմավարական վերլուծությամբ։ Հիմա նայեք ինչ է ասում այդ համայն հայությունից բոլոր իմաստներով հղի լրբի տղեն։ Ասում է Զանգեզուրի Միջանցք բառը արդեն մտել է միջազգային լեքսիկոն։ Ասում է ամեն անգամ երբ լսում եմ դա ինձ շատ հաճելի է։ Հուշեմ, որ սա սովորական նախադասություն չի, այս քաղաքական տեխնոլոգիայի դասագիրք է։ Միջազգային հարաբերություններում կա մի հատ օրենք։ Եթե ինչ-որ մի բան դու անընդհատ անվանում ես ինչ-որ մի բառով, ապա ժամանակի ընթացքում այդ դառնում է իրականություն։ Եթե աշխարհը սկսում է օգտագործել Զանգեզուրի Միջանցք բառը, ապա աշխարհը սկսում է ենթագիտակցաբար ընդունել, որ տենց մի բան պետք է գոյություն ունենա։ Մանավանդ երբ ստեղից դրան պետական մակարդակով հակադարձում չկա։ Այդ նշանակում է, որ բոլոր կողմերը հենց տենց էլ ընդունում են, որ դա Զանգեզուրի միջանցք է։ Այս բառերի պատերազմը ու այդ պատերազմում Հայաստանը սկի չի էլ կարակում, քարով էլ չի խփում, դու անգամ մտքի մեջ չի քրվում։ Ու երբ Հայաստանի ղեկավար կոչվածը տարիներով ասում է խաղաղության օրակարգ, տրանսպորտային ապաշրջափակում, դու շատ գիտեմ, տարածաշրջանային կոմունիկացիաներ, իսկ հակառակ կողմը նույն գործընթացը կոչում է միջանցք, արդյունքում աշխարհը հիշում է ոչ թե քո լոլոները, այլ Ալիևի ձևակերպումները։ Քաղաքական դաշտում էս կոչվում է օրակարգի կորուստ, ու երբ դու կորցնում ես օրակարգդ, դու արդեն պարտվել ես։ Ու սրանց դեպքում զարմանալու բան չկա, բա պարտության քարոզիչները ոնց կարան ամեն ինչում չպարտվեն։ Իրանց դեպքում այդ նորմալ է, վատը այն է, որ այդ պարտությունը անդրադառնում է ձեզանից յուրաքանչյուրին ու ընդհանուր հաշվով բոլորը լուր հետևում են։ Մարդիկ էլ կան ընդհանրապես ինձ են գրում, դե մի բան արա, իրանց այս հարցը չի վերաբերվում, էլի դու պետք է անես, դու անես, իրանք էլ կողքից նայեն, բայց այն որ հայրենասեր են, հայրենիքի կենաց են խմում, բան են անում։ Ուղղակի երբ պահը գալիս է այդ նույն հայրենիքը փրկելու, YouTube-ը միացնում նստում են դեմը, վերջ։ Մի բան արեք, տենանք ինչ եք անում, նոր դուրս գանք։ Ինչևէ, լավ, եկեք այս իրականգան Լուկաշենկոյի հետ կիսողի երկրորդ արտահայտությունը հասկանանք։ Էդի ասում եմ, մենք բազմաթիվ պատճառներ ունենք չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս արդեն հերրու դիվանագիտական հայտարարություն չի, էսի բաց շանտաժ է։ Ալիևը փաստորեն ասում է, մենք կարանք ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց կարանք նաև չճանաչենք։ Ես ուզում եմ մի պահ պատկերացնեք, էլի, որ ասենք որևէ երկրի ղեկավար հայտարարի, օրինակ, էլի, մենք բազմաթիվ պատճառներ ունենք չճանաչելու, ասենք Ֆրանսիայի կամ Գերմանիայի տարածքային ամբողջականությունը։ Եվրոպան մի քանի ժամում կդարձնի այդ հայտարարությունը միջազգային սկանդալ։ Բայց երբ նույնը ասվում է Հայաստանի մասին, Հայաստանի իշխանությունը եսի ինչով է զբաղված, լուրը, ծամումը, ստեղ արդեն խոսքը ոչ թե դիվանագիտության մասին է, այլ պետական արժանապատվության։ Պետությունը, որի սահմանների հարցը ուրիշը քննարկում է կճանաչենք կամ չենք ճանաչի ձևով, այդ պետությունը արդեն հայտնվել է վտանգավոր գոտում, ինչ խաղաղության մասին կարա խոսք լինի։ Ու հələ բացի այդ էլ իրան սուլթան երևակայած այդ ասկարիդը ասում է, ես չեմ կարա երաշխավորեմ, որ 6 ամիս հետո նույնը կլինի։ Այս երրորդ ազդանշանն է։ Սրա այս ասածը բառացիորեն նշանակում է, որ մենք հիմա կարանք ձևացնենք խաղաղություն, բայց երբ հարմար եղավ կարանք փոխենք դիրքորոշումը։ Այսինքն խաղաղության ամբողջ գաղափարը ներկայացվում է որպես ժամանակավոր տակտիկա։ Հիմա եթե Նիկոլը կամ Նիկոլենք հասարակությանը համոզում են, որ խաղաղությունը արդեն ձեռք է բերվել, հələ Ալենն էլ ավելի վստահ ասում է, որ պատերազմի էջը փակ է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի էջը փակված է։ Ես անհավանական եմ համարում, որ այդ էջը մենք նորից բացենք եւ այդ էջը համարում եմ փակված։ Իսկ հակառակ կողմը ասում է 6 ամիս հետո կարող է մտափոխվենք, որ ոչ մի բան նույնը չլինի։ Բա ուր է խաղաղության երաշխիքը։ Չկա։ Ստացվեց, որ խափում եք հասարակությանը, ստացվեց։ Հիմա ձեզ հավատացողները հեչ հարցեր չունեն,
Չնայած որ ունեն ինչ չէ, Էսա մի բան կկախեք ականջներին, խելոք կընդունեն ու հայդը խաղաղ ապրելու։ Եկասեր եք ձեր ընտրազանգվածին, բա ինչ կանեք։ Սերը ցույց եք տալի, չէ՞, սրտիկներով, բանով։ Հա, ու էս էլ է հետաքրքիր։ Այդ լոլոզը, որ ասում եմ, մենք օգտագործել ենք այդ միջանցքը առանց Հայաստանի թույլտվության։ Սրան ինչ եք ասելու։ Էլի պետք է ասեք իր երկրի ներսում ինչ ուզում խոսում, հա։ Ես չգիտեմ ձեր լոլոներին հավատալու համար որ աստիճանի IQ է պետք, բայց մարդիկ ովքեր մտածել գիտեն, հայր ջան, ձեզ ուզում եմ ասել, որ այս արդեն զուտ հայտարարություն չի, այս ինքնախոստովանությունն է պետական ինքնիշխանության խախտման մասին, ու ամենավտանգավոր հատվածը հենց էս է։ Եթե մի երկրի ղեկավար հայտարարում է, որ օգտագործել է քո օդային միջանցքը առանց քո թույլտվության, այդ առնվազն 3 բան է նշանակում։ Ինքը վստահ է, որ դրա համար պատասխան չի լինելու, ինքը վստահ է, որ դու թույլ ես, մեկ էլ ինքը ուզում է, որ ամբողջ աշխարհը այդ իմանա։ Այս ոչ միայն ռազմական, այլ նաև հոգեբանական ազդակ է։ Այդ ուղերձը աշխարհին, որ Հայաստանի սահմանները կարելի է շրջանցել։ Ասում է, չէ, ասում է, այդ մեր իրավունքն է, այդ միջազգային միջանցքը։ Այս արդեն քաղաքական լեզվով կոչվում է իրավական նախադեպ ստեղծելու փորձ։ Եթե այսօր ինչ-որ մեկը հայտարարում է, որ քո տարածքով անցնող օդային ուղին դա միջազգային միջանցք է, ապա վաղը նույն տրամաբանությամբ կարան ասեն նույնը ամբողջ պետությանդ մասին։ Այսինքն սրա այս խոսքերը ընդհանրապես բառեր չեն։ Սրանք ապագա պահանջների փաստաթղթային հիմքեր են։ Ու նայեք այս բեղիկավորի ամենակարևոր նախադասությունը, դա վերջում ասում է, որ գլխավոր խնդիրը այդ միջանցքը բացելն էր։ Այստեղ արդեն ամբողջ պատկերը դառնում է ավելի պարզ, այսինքն ոչ թե խաղաղություն, ոչ թե կոմունիկացիա, ոչ թե տնտեսական համագործակցություն, այլ այն, որ գլխավոր նպատակը միջանցքն էր։ Այսինքն ամբողջ գործընթացը հենց ամենասկզբից կառուցված է եղել այդ մի նպատակով։ Հայաստանում մարդկանց ասում են խաղաղություն ենք կառուցում, իսկ Բաքվում ասում են միջանցք ենք բացում։ Երբ երկու կողմ նույն գործընթացը նկարագրում են արմատապես տարբեր բառերով, այդ նշանակում է, որ իրենք ապրում են երկու տարբեր իրականություններում։ Ու հայր ջան, բոլորդ լավ հիշեք, որ պատմությունը միշտ պատժում է այն ազգերին, որոնք իրականությունը փոխարինում են ցանկություններով։ Պատմության մեջ ամենավտանգավոր պահերը այն պահերն են, երբ ազգը սկսում է հավատալ հանգստացնող խոսքերին։ Երբ վտանգը մոտենում է, բայց իշխանությունը շարունակում է խոսալ խաղաղությունից, պետությունը սկսում է աչքերը բաց վիճակում քնել։ Մեր պատմությունը հազարավոր տարիների պատմություն է, ու այդ պատմությունը սովորացնում է մի բան, որ մենք միշտ տուժել ենք ոչ թե արտաքին թշնամուց, այլ ներքին կուրությունից։ Այսինքն իրականում մեծամասնությունը չի կարողացել հասկանալ ով է իրան ներսից կործանում ու ով է իրան տրված ներսից իրան առաջ տանելու ու բարձրացնելու համար, ու նույնը մինչև այսօր է։ Մինչև այսօր այդ նույն կուրությունը գոյություն ունի ու մենք դեռ հույս ունենք, որ լավ է լինելու։ Հայր ջան, մի բան հաստատ իմացեք, մանավանդ նրանք, ովքեր իրենց համար լոզունգ են սարքել, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Երբ հասարակությունը դադարում է հարցեր տալ, քաղաքականությունն էլ իր հերթին դադարում է պատասխան տալ։ Ու հենց տեղը, որ սկսվում է վերածննդի շարժման անհրաժեշտությունը, ուրիշ առաջարկ դուք չունեք էլ։ Ընտրություններով նոր դեմք ընտրելը դա առաջարկ չի, այդ ժողովրդին զբաղացնելու հերթական ներկայացումը։ Միակ առաջարկը համայն հայությանը անում է լույսի բանակը։ Մնում է մի փոքր զգանք ձեր աջակցությունը ու այդ ժամանակ, այն որ հագերում եք, մի բան արեք, մի բան կանենք, մի ժամ անգամ չենք ուշանա։ Հայր ջան, պետք է իմ նման յուրաքանչյուրդ փոխեք ձեր տեսանկյունն ու ապրելակերպը հանուն հայրենիքի, որովհետև որպես դիտորդ դուք միշտ էլ մնալու եք դիտորդ։ Իսկ ես ու բացարձակ ոչ մեկ առանց ձեզ ոչինչ անել չի կարա։ Կոնկրետ ինձ պետք է դուք տասնյակ հազարներով, իսկ ձեզ պետք եմ ես, որ հերթական անգամ չխաբվեք։ Հիմա կարաք հարցնեք, ինչ երաշխիք կա, որ չենք խաբվի, իսկ ուրիշ ինչ ելք ունեք։ Երաշխիքը իմ խոսքն է, որ տարիներով ապացուցվել է, որ ի տարբերություն շատ ու շատերի խոսքի, իմ խոսքը կշիռ ունի ու մենք միշտ մեր խոսքին տեր ենք։ Այն որ սենց ասեմ, ուղղակի պետք է վստահեք, մեկը ավելի վատ, քան հիմա է, ուղղակի չի կարա լինի։ Իսկ եթե ավելի կոնկրետ եք ուզում իմանալ ինչ կլինի, մտեք մեր կայք ու ծանոթացեք մեր բոլոր բաժինների նյութերին, էդ էլ ձեզ երաշխիք։ Իսկ ներկայիս պայմաններում այս
իշխանության, իր ընդդիմության, իր ընտրությունների, թեկնածուների ներքո գոյատևելու հույս ունենալը առնվազն միամտություն է։ Պետությունը չի կարող գոյատևի, եթե իր քաղաքականությունը կառուցված է պատրանքների վրա։ Պետությունը պետք է ունենա 3 բան՝ սառը ռազմավարական մտածողություն, ազգային շահերի անզիջում պաշտպանություն ու երկարաժամկետ պետական տեսլական։ Առանց այդ 3 բանի խաղաղությունը դառնում է ոչ թե հաղթանակ, այլ միջանկյալ դադար մինչև հաջորդ ճնշումը։ Վերածննդի շարժումը հենց դրա համար է անհրաժեշտ, ոչ թե որպես հերթական քաղաքական շարժում, այլ որպես պետական մտածողության վերականգնում, որպես գործընթաց, որը վերադարձնելու է 3 հիմնարար բան՝ պատասխանատվություն, ինքնիշխանություն ու ազգային արժանապատվություն։ Ու վերջում մի բան ասեմ, երբ իշխանությունը ասում է խաղաղություն, իսկ իրականությունը ասում է պահանջներ, երբ իշխանությունը ասում է կոմունիկացիա, իսկ հակառակ կողմը ասում է միջանցք, ու երբ իշխանությունը ասում է ապագա, իսկ պատմությունը զգուշացնում է վտանգ, ուրեմն ժամանակն է վերջ տալ պատրանքներին ու վերադառնալ իրականության քաղաքականությանը։ Ուրեմն ժամանակն է ազգովի արթնանալու ու կանգնելու իրականության կողմում, այսինքն վերածննդի շարժման շարքերում, որովհետև պատմությունը երբեք չի խաբում։ Խաբվում են մենակ նրանք, ովքեր հրաժարվում են այդ պատմությունը տենալուց։ Ու ամենավերջում ես ընդհանրապես մի հարց եմ ուզում տալ ձեզանից յուրաքանչյուրին։ Դուք շարունակելու եք ապրել այս իշխանություն, ընդդիմություն, ընտրություններ ու թեկնածուներ պատրանքների մեջ, թե ընտրելու եք վերածննդի շարժումը։ Այս հարցին պատասխանեք ինքներդ ձեզ։ Լավ մնացեք, թող բարձրալ օրհնի յուրաքանչյուր իրական հայի բարձր սիրով ու իմաստությամբ։ Սիրելի հայրենակիցներ, Լույսի բանակի մասին բոլոր տեղեկություններն արդեն հասանելի են մեկտեղված օնլայն հարթակում։ Դուք կարող եք ծանոթանալ Լույսի բանակին մեր մասին բաժինը բացելով։ Կարող եք ծանոթանալ մեր անցած ուղուն, մեր հիմնադրույթներին, մեր քաղաքական ծրագրերին, պետական կառավարման բոլոր ոլորտների ներառմամբ, ինչպես ծրագրերի վերնագրերին, այնպես էլ դրանցից յուրաքանչյուրի նպատակին, բովանդակությանն ու օգուտներին։ Կարող եք Լույսի բանակում անդամագրվելու հայտ ուղարկել արդեն շատ պարզեցված տարբերակով։ Ֆինանսական աջակցության համար կարող եք այցելել ֆինանսական աջակցություն բաժինը եւ ընտրել ձեզ հարմար տարբերակը։ Կարող եք գտնել նաեւ մեզ հետ կապի միջոցները եւ տեղեկանալ, թե որտեղով կարող եք մեզ հետևել։ Կարող եք ծանոթանալ Sirius ջոկատի առաքելությանը, կառուցվածքին եւ նպատակներին, ինչպես նաեւ անդամագրության կանոններին ծանոթանալուց հետո կարող եք անդամագրվելու հայտ ուղարկել։ Այս ամենը հիմա եւ դեռ ավելին հետագայում դուք կգտնեք այցելելով մեր պաշտոնական կայք 3w.luisibanak.com։ Մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք։